Շատ վատառողջ է այս նոր դիսկուրսը, նոր նարատիվ, որ Հայաստանի իշխանությունները գործեն ձևակերպել, կնշանակի, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս ազգ պետություն չէ։ Ինչ է լինելու հետո Սփյուռքի հետ, այսինքն ուզում եք ասել, որ եթե այսպես շարունակվի, հայերը կդադարեն իրենց հայ համարել։ Ֆրանսահայությունը ինչ կվերապերի իրեն ամենակաղաքականացված Սփյուռքն է։ Դա խնդիր է Հայաստանի ներկայ իշխանությունների համար։ Ենթադրում եմ, որ նաև կապեր ունեք Ֆրանսիայի իշխանությունների հետ։ Իսկ իրենք ինչպես են ընդունում Հայաստանի այսօրվա քաղաքականությունը։ Չեմ կարող ցես երաշխավորել, որ 100%-ով կվստահին Նիկոլ Փաշինյանին ռածներուն եւ խոսքերուն։ Ոչ արեմուտ կվստահի իրեն, ոչ հայերը կվստահի իրեն։ Տանուր արման Ֆրանսա չունի լուրջ ռազմավարություն Հայաստանի նկատմամբ։ Նաև Մակրոնի երաշխավորությամբ Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում եւ այսինքն որոշ պատասխանատվություն նաև Մակրոնն է կրում։ Եթե Հայաստանը չփոխվի իր վերաբերմունքը Սփյուռքի նկատմամբ եւ շարունակի նոր ավելի ամարցակ ծրագիրներ մշակել դեպի նոր հայրենադարձության, Հայաստանը պիտի վերանա։ Իսկ դուք կարծում եք սփյուռքահայերը կգան Հայաստան։ Անոնք որոնք կփորձեն հանրության համոզել, որ Եվրոմիությունից կա ոյ մեկ բրգություն, նրանք ուղղակի ոչակորզային ակարծախնդրական քաղաքականություն դիրեն եւ Հայաստան կդային դեպի գործատման։ Բարև ձեզ, այսօր մեր հյուրը Տիգրան Եղավյանն է, Ֆրանսիայի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ, արևելագետ, փորձագետ միջազգային հարցերով, ողջույն Տիգրան։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ձեզ շնորհակալություն, որ համաձայնել եք պատասխանել մեր հարցերին եւ սկսենք ցեղասպանությունից, վաղը ապրիլի 24-ն է, կպատմեք ինչ է տեղի ունենալու Ֆրանսիայում, Փարիզում, ինչ միջոցառումներ են լինելու եւ ինչ մասնակցություն են ունենալու այդ միջոցառումներին Ֆրանսիայի իշխանությունները։ Շատ լավ, ուրեմն պետք է նկատի առնեք, որ Ֆրանսիան այդ միակ երկիրն է Սփյուռքի աշխարհում, որ քանի մի տարիներ վեր Էմանուել Մակրոնի նախագահությամբ որոշեց հայոց ցեղասպանության Երևանի ողջագործման պաշտոնականացնել, այսինքն կնշանակի, որ այլևս յուրաքանչյուր ապրիլի 24-ին ֆրանսիական իշխանությունները, որոնք կկազմակերպեն այդ արարողություններ, ելույթներ, հարկանքի մատուցմանը, սա որպես այսինքն անարգան միակ օրինակն է, որ կա Սփյուռքի մեջ, այդ ֆրանսիական օրինակն է, որ բավական այսինքն ողջունելի է։ Բայց եւ ոչինչ չի փոխվել, վաղն էլ այդպես լինելու։ Այո, պիտի լինի, բայց մտավախությունս այն է, որ այս տարին ավելի կան երբեք մեգուսացած է հայությունը, որովհետև շատ խոցելի վիճակի մեջ գտնվի այդ համայնքը։ Մտավախությունս այն է, որ այս ողջագործումը պիտի դեղի ունենա շատ փոքրաթիվ մասնակցությամբ։ Խոցելի ինչ առումով խոցելի, ինչն է փոխվել։ Շատ դեսակ անգում կա, քայքայում կա, այսինքն այդ քայքայումը համայնքի ներսում եւ արտաքինում, առաջին հերթին, որովհետեւ այդ ուժերը ավանդական գարիչները, որոնք քաղուտը կդիրեին, անոնք անախընթաց տակնապի մեջ են, այսինքն տակնապը բազմադեսակ, բազմակողմեն տակնապ է, լեգիտիմացված հարց կա։ Քաղուտը շատ նաեւ թույլացավ, որովհետեւ Հայաստանի քաղաքական թաշտին բևեռացումը նաեւ ունի շատ շղթական հետևանքներ Ֆրանսիայում։ Նկատի ունիմ, որ այս լարվածությունը, որ գդիրե Հայաստանը ներկայիս շուրջ այդ իրական Հայաստան կամ պատմական Հայաստանի վեճի շուրջ նաեւ ունի շատ վատ հետևանքներ Ֆրանսիայի ողջայության վրա։ Ուրեմն այս կաղուտը, այս համայնքը շատ բաժնված է, որովհետև ոչ օրակարգ ունի, ոչ տեսլական ունի, ոչ էլ Հայաստանի նկատմամբ ողջ առողջ մոտեցում ունի։ Այսինքն զուգահեռ հարց մնա։ Նաև պետք է անդրադառնանք, որ եւ ադիգա շատ կարեւոր թեմա մնա, որ մարդիկ գիտակցություն չունին, ցեղասպանության ողջագործման հարցը պատմական հարց չէ, այլ այժմիական հարց է։ Եվ շատերը քիչ են, որոնք այդ գիտակցություն ունի, որ այժմիական խնդիր մնա, աշխարհակահաղական խնդիր մնա, միայն պատմական հարց չէ։ Եվ նկատի ունիմ, որ
շատերի համար ֆրանսական իշխանությանի կողմից այս հարցը դարձավ պատմական խնդիր եւ պետք է Տիգրան, նկատի եկեք առնել այսպես հարցը ձևակերպեմ, փորձենք հասկանալ ինչ է տեղի ունենում։ Մենք գիտենք, որ Հայաստանի իշխանությունները գոնե իրենց վերջին հայտարարություններից, ասենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ արեց Շվեյցարիայի համայնքի հետ հանդիպմանը, նրա թիմակից Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը վկայում են այն մասին, որ կարծես թե իրենք այսպես դեռ ոչ վճռական, բայց փորձեր են անում ինչ-որ օրակարգ բերել հայոց ցեղասպանության, եթե ոչ ժխտման, ապա փորձում են ինչ-որ հարցեր վերհանել, փորձում են Թուրքիայի այդ օրակարգը բերել նաև ներքաղաքական օրակարգ։ Այս ամենը ինչ ձևով է ազդում համայնքի վրա, Ֆրանսիայի հայ համայնքի վրա, եւ ավելի կարևոր հարց, ինչ ձևով է ազդում Ֆրանսիայի իշխանությունների վրա, ասենք իրենց հարցում, իրենց մոտեցման մեջ հայ համայնքին եւ ապրիլի 24-ին, ինչ որ փոփոխություններ մտցրել են, դուք դա զգում եք։ Անշուշտ ասեցի, որ շատ վատառողջ է այս նոր դիսկուրսը, նոր նարատիվ, որ Հայաստանի իշխանությունները գործեն ձևակերպել, Սփյուռքի ուղղությամբ եւ նաեւ արտասահմանի ուղղությամբ ակնհայտ է շատերի համար, որ այս նոր դիսկուրսը զերոյից չի գալիս, այլ գալիս է, այսինքն թուրքական ջնջումին պատճառով։ Ակնհայտ է, որ կա այստեղ լուրջ ջնջումներ, որոնք թուրքական եւ ադրբեջանական առանցքը կփորձե գործադրել Հայաստանի վրա եւ ես ականատես եղած եմ, այսինքն վարչապետի այցելության Փարիզում եւ շատ հասկացա, որ այլևս հայտարարը Հայաստանի օրակարգից դուրս պետք է գտնվի, շատ լավ մենք կհասկանանք Հայաստանի։ Ինքը Ֆրանսիայում էլ արեց որովհետեւ արծիվի իրեն, ինչ է արծիվի ինձ բարձրանեց։ Ասեցի, որ խնդիրն է, որ Հայաստանի իշխանությունները կգտնվին տաշնասական իդեոլոգիա կառավարության ասության դակ, եւ մենք պետք է փորձենք դաշնակացնել Հայաստանին քաղաքական միտքը, բայց ասիկա լրիվ գալիս է ադրբեջանական իշխանությունների ասության դակ, որովհետեւ նրանք են, որոնք ասում են, որ Հայաստանը ֆաշիստական երկիր մներ, ինքը փորձեց sense ժամանակ շահի։ Հիմա խնդիր ինչ է։ Եթե Հայաստանի ներկայ իշխանությունները որոշեցին վար անել այս ամբողջ սկզբունքները, որտեղ հայկական պետականությունը եւ ստեղծված այդ երկու տարերը, որ կա ցեղասպանության միջազգային ճանաչման հանրադիրությունը զուգահեռ Արցախի հայության արտար ինքնավարին իրավունքները։ Եթե վար կանեն այդ երկու լիոզունքներ, սկզբունքները, կնշանակի, որ Հայաստանի Հանրապետություն այլևս ազգ պետություն չէ եւ կնշանակի նաեւ, որ ավելի կան երբեք մենք, այսինքն սփյուռքահայերս գդրված ենք Հայաստանեն եւ այլևս ազգ չենք, նույնիսկ ազգ գործնականում, ասենք, ինչպես է դա ազդում Սփյուռքի վրա, այլ ասում եք մենք ազգ չենք, ինչ է տեղի ունենում Սփյուռքում եւ ինչ է լինելու հետո Սփյուռքի հետ, այսինքն ուզում եք ասել, որ եթե այսպես շարունակվի, հայերը կդադարեն իրենց հայ համարել։ Կարելի է նշել երկու ասացություն հետևանք։ Առաջինը խոր մեծամասնությունը կդադարի այս ներկային ուղղությունը, որովհետև դա իսկապես շատ վտանգավոր ռազը, որովհետև գալիս է իջուգս այդ բոլոր ճանկերը, այդ բոլոր բայկարը, որ սերունդ մղեցինք ինոբաստ հայոց ցեղասպանության ճանաչման եւ նաեւ հատուցման, ոստեղ հատուցման խնդիր կա, որ օրակարգի վրա պետք է բերել։ Երկրորդ ցանկասիտությունը գալիս է անոնց, որոնք գործեն գույրությամբ հետևիլ ներկայ իշխանությունների ուղղությունը իրենց օպորտունիստական շահերի համար, անոնց են, որոնք կհամարեն, որ նաև լուրջ խնդիրներ ունին ավանդական գարուսների են, ուզում են կանտել ներկա համակարգային գարուսները, որպեսզի կան իշխանության եւ համագործակցեն Հայաստան։ Երկու հարացությունից առաջինը քաղաքական հարացույց։ Հայաստանի Հանրապետությունի ներկայ իշխանությունը ուզում են կանտել ագա քաղաքականացնել Սփյուռք։ Ֆրանսահայությունը ինչ կվերապերի իրեն ամենաքաղաքականացված Սփյուռքն է։ Դա խնդիր է Հայաստանի ներկայ իշխանությունների համար։ Ուզում են, այսինքն ավելի ճիշտ ինձ կարծիքովս աբա քաղաքականացնել, ագա գրշտակ տնել ներկայ իշխանությունների համայնքի գարուսների ուղղություն, որոնք կարող են իրար լեզու գտնել եւ ավելի ճիշտ զարգացնել արևդրական
ներդրումային համագործակցություն, որտեղ շատ այսինքն արգանշական չէ դեր։ Տիգրան, այդ դեպքում Սա է երկու առաջությունից։ Եթե դուք ասում եք, որ Ֆրանսիայի համայնքը քաղաքականացված է, ամենաքաղաքականացված համայնքն է հայ համայնքներից, ինչ քայլեր է ձեռնարկում Ֆրանսիայի հայ համայնքը Հայաստանի այսօրվա իշխանությունների այս քաղաքականությանը դիմադրելու համար, ասենք Հայաստանն ու Ֆրանսիան ունեն շատ լավ հարաբերություններ, հա, Հայաստանի իշխանությունների համար Մակրոնը թերևս շատ կարևոր գործընկեր է եւ մի մարդ է, ում օգնությանը նրանք պարբերաբար կարող են դիմել եւ դիմում են, ասենք գոնե հայտարարություններով իրենց աջակցելու համար։ Արդյոք Ֆրանսիայի հայերը չեն կարող հենց Ֆրանսիայի իշխանությունների միջոցով ինչ որ ձևով ազդել Հայաստանի իշխանությունների վրա։ Իրականություն այն է, որ առանց համանքի դերակատարությունը Ֆրանսա-Հայաստանի աղափողություն այդքան զարգացած չպիտի լինեն եւ պետք է ողջունենք այդ ամբողջ քայլերը, որոնք տարբեր գալուստները կարողացան իրագործել։ Ամենաուժեղ գետ այն է, որ Ֆրանսիայի Հայաստան ունեն շատ կարևոր ռազմավարական համագործակցություն եւ ապագետրոնացած համագործակցություն շնորհիվ տարբեր մարզերը, որոնք հաջակցեն Հայաստանի մարզերը։ Բայց եւ այնպես ես չեմ տեսնում այստեղ քաղաքական դինամիկա, այսինքն դեպի նոր ավելի առողջ հաղափոխություն, որովհետև ֆրանսահայերը չեն ուզում նաև վնասել Հայաստանի շահերը, չեն ուզում, այսինքն միջամտել ներքին Հայաստանի sense քաղաքական դաշտին, Այսինքն ավելի զգուշ են։ Զգուշ ենք եւ մի մորնակ, որ մենք Հայաստան լավտան քաղաքացի չենք, մենք Ֆրանսիան լավտան քաղաքացին ենք, չենք միջամտել հայաստանյան ներքին, այսինքն հարցերում, բայց եւ այնպես դուք ինքներդ եք ասում, որ այնինչ անում է Փաշինյանը, դա վերաբերում է եւ վնասում է ոչ միայն Հայաստանին, նաեւ Սփյուռքին։ Որովհետեւ գճուլացնես, փոխարեն ուժեղացնել Սփյուռքը, փոխարեն առաջարկել մի այդակի, մի ծրագիր ինովաստ Սփյուռքին եւ Հայաստանի համագործակցության զորացման նրանց կդգարացնեն Սփյուռքը, որովհետեւ կբաժանեն եւ այդ ջերքը որ կա արդեն կխորացնեն այդ ջերքը ներքիների եւ նորերի միջեւ Հայաստանի ծնած տարերը յանոնք որոնք կպատկանին տասական Սփյուռքից դա իսկապես շատ վատ նշան որ Հայաստանի իշխանությունները փոխարեն ձեր գործնեության մեջ նաեւ ենթադրում են որ նաեւ կապեր ունեք Ֆրանսիայի իշխանությունների հետ, հա, տարբեր պաշտոնյաների հետ Ֆրանսիայի, իսկ իրենք ինչպես են ընդունում Հայաստանի այսօրվա քաղաքականությունը, արդյոք իրենց համար Փաշինյանի քայլերը նորմալ են ընկալվում, դրանք նորմալ են դա ընկալում։ Շատ փափուկ հարցում է, որովհետև ես չեմ կարողացել երաշխավորել, որ 100%-ով կվստահին Նիկոլ Փաշինյանին ըրացներուն եւ խոսքերուն։ Ինչ որ ես հասկացած եմ այն է, որ Հայաստանը որպես Հարավային Կովկասի ամենախոցելի երկիր եւ որպես երկիր մնե որ տեկրեց արմդամետ pivot հագումներ աշխարհակական իմաստով ունի որոշ կարևորություն, բայց եթե համեմատենք ընդհանուր առմամբ Ֆրանսա չունի լուրջ ռազմավարություն Հայաստանի նկատմամբ, չունի լուրջ ռազմավարություն, այլ հետաքրքրություն չունի, ոչ այլ ռազմավարություն ունի։ Ուղղակի պատրաստ է իրեն սահմանափակ, նույնիսկ կրկնեմ, սահմանափակ միջոցներով եւ լծակներով Հայաստանի, բայց չկա այստեղ լուրջ իդեոլոգիական քաղաքականություն եւ համագործակցություն, որ կարող է փոխարինել մյուս դերակատարներուն ասեցությունը, խոսքս կվերաբերի Ռուսաստանին եւ Բարսկաստանին եւ նույն Թուրքիային, Ֆրանսա այդ մեծ դերակատար չէ։ Եթե ուզեք որ Հայաստան ասում եք որ մեծ դերակատար չէ, բայց Հայաստանում կա հետեւյալ դիսկուրսը, որ հայերի Արցախի հայաթափման մեջ մեղավոր է նաեւ Ֆրանսիայի նախագահ, որ նաեւ Մակրոնի երաշխավորությամբ, Մակրոնի այսպես հավանաբար ինչ որ ձևով հնարավոր է ասել նաեւ ճնշմամբ 2022 թվականին Փաշինյանը ճանաչեց
Արցախը Ադրբեջանի կազմում, եւ այսինքն որոշ պատասխանատվություն նաեւ Մակրոնն է կրում, այս կա նման դիսկուրս այսօր Հայաստանում կա եւ դրան զուգահեռ կան նաեւ հարցեր Ֆրանսիայի իշխանություններին, Ֆրանսիայի նախագահին, որ եթե դուք աջակցել եք Նիկոլ Փաշինյանին եւ եղել եք Նիկոլ Փաշինյանի կողքին, երբ նա առաջին անգամ հայտարարեց, որ Ղարաբաղը Ադրբեջան է, ուրեմն դուք եք պատասխանատու այս փախստականների համար եւ պետք է առնվազն զբաղվեք նրանց սոցիալական խնդիրներով։ Այնպես եք այս դիսկուրսը դիտարկում դուք եւ արդյոք նման քննարկում կա նաեւ Ֆրանսիայի հայ համայնքում։ Նորից կգրում Ֆրանսիայի հայության եւ ընդհանրապես գլխավոր խնդիրը Հայաստանի վերնախավի, այդպես կոչված ղենավարի խնդիրը այն է, որ նրանք սպասում են օդար բրգիչ, նրանք ասում են, որ գա միշտ մենք Հայաստանը պետք է գտնվենք դրսի ովանավու ներքո, այսինքն դրսի օկտյան ներքո, ասիկա լուրջ խնդիր առաջացնի, որովհետև կնշանակի, որ այս երկրի իշխանությունները արդեն ընդունեցին, որ գերիշխան երկիր մոտ չեն ղեկավարի եւ կսպասեն դրսի բրգիչ։ Ես պետք է եւ զանազան անգամ ես կրկնած եմ հայկական լրատվամիջոցների մեջ, որ Ֆրանսիա այդ մտածություն չունի, Մակրոն այդպես չէ, որ սպիտակցի վրա պիտի կա Հայաստան բրգելու եւ պաշտպանելու, ճիշտ է, որ Մակրոնը դժգոհ է ներկա իրավիճակին, բայց ինքը չունի ոչ մեկ լծակ ադրբեջանական նախագահի վրա, այսինքն ինչ որ ես գիտեմ, հումանիտար օգնության լծակ, չէ՞։ Բայց շատ սահմանափակ, խոսքս կվերապերի ովքեր են անում, որոնք կարող են Հայաստան անվտանգության երաշխավորել եւ նոր վարդապետություն, նոր զինվորական դոկտրինան, այսինքն առաջ մեղել։ Այլևս ինչ որ դեղի կունենա, կարևոր է Հայաստանի եւ Ֆրանսիայի երկու պաշտպանության նախարարության միջեւ, բայց չեն կարող համեմատել որպես լուրջ ռազմավարական դաշինք, դա սահմանափակ Ես այլ հարց եմ տալիս, Տիգրան ջան, ես հարցնում եմ, արդյոք Մակրոնը պատասխանատվություն չի կրում նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս եւ ըստ այդմ դրան հետևել է Արցախի հայաթափությունը։ Պատասխանեմ սրացին, Մակրոնը Արցախի հայաթափումը նաեւ դրա, չէ՞։ Ճիշտ, հասկանալի է, Մակրոնը ինչ կվերապերին փորձում է այդ ծեր ասած պատասխանատվային բախչիլ եւ պատասխանատվությունը տներ Եվրոմիության ղեկավարության վրա, Շարլ Միշելին, նախկին խորհրդարանի նախագահ Եվրոմիության խորհրդարան, նաեւ ինքը եւ որ գխոսի Հայաստանի Արցախի ագամարտության մասին միշտ գրգնում է հետևյալը. ես մենակ չեմ կարող գործել, կարիք ունիմ իմ եվրոպացիների գործընկերների աջակցության եւ զորակցության, մանավանդ Գերմանիան, բայց Գերմանիա խնդրի այն է, որ թուրքամետ քաղաքականությունը դիրեն մենակս չեմ կարող աշխատել։ Ինքը այդպես է պատասխանում մեր արծերի, մենք որ իրենք հարցնենք, որ այլևս Հայաստանը անցավ շատ վտանգավոր շեմին եւ պետք է այսինքն շարժվի, ինքը միշտ այսինքն փորձում է այդ պատասխանատվություն բացել եւ ասել թե եվրոպական միությանի մասշտաբով փորձեց քանի բաներ անել, Պրահայի հանդիպման հետո 2022-ին ադրբեջան ագրեսիայից հետո ինքը աջողեցավ Եվրոմիության դիտորդարան, այսինքն առաքելություն ուղարկել Հայաստանի, բայց դա շատ ներողություն խորհրդանշական արարքն է, այդ մարդիկ, որոնք երաթիդակներով կպաշտպանեն Հայաստանի սահմանները, չեն կարող, այսինքն ոչ մեկ չգիտեմ ասեմ, ինչ ասեմ, այսինքն չեն կարող պաշտպանել, այսինքն Հայաստանին դարաշքային ամբողջականության, նաև նկատի արեք, որ այդ նույն դիտորդները, որոնք Հայաստանի սահմանի վրա գեցված են, դակավին առայսօր չկարողացան կամ չուզեցին կամ չարեցին, չայտարարեցին այդ բոլոր կարտեզները, որոնք գծեցին։ Գիտեք, այդ կարտոգրաֆիայի խնդիր կա, որովհետեւ ուզում ես ապացուցել, որ շուրջ 200 կիլոմետր կարագոսին Հայաստանի ողջ տարածքին գտնվի ադրբեջանական զինվորական դիրապետության տակ, պետք է փաստեր, այդ փաստեր կան կարտեզնի վրա, բայց չեն հրատարակում, չեն ուզում հրապարակել։ Ես ճիշտ եմ հասկանում, որ նաև ռուս-ուկրաինական պատերազմն է որոշ առումով
ինչ որ վատ դերակատարություն ունեցել այն հարցում, որ Հայաստանը սկսել է մեծ հույսեր դնել հենց Ֆրանսիայի վրա, Եվրոպայի վրա եւ գնացել է նման կտրուկ քայլերին, ինչպեսին Արցախի ճանաչումն է Ադրբեջանի կազմում, որտեղ մենք հստակ գիտենք Ռուսաստանի իշխանությունների հայտարարություններից, որ Մոսկվան նման բան չէր պահանջում եւ չէր պարտադրում Հայաստանի իշխանություններին, հակառակը Ռուսաստանին հավանաբար ու տրամաբանական է այսպես մտածել, որ ավելի ձեռնտու էր, որ ղարաբաղցիները հայերը մնային Արցախում եւ իրենք էլ մնային ըստ այդմ Արցախում իրենց այդ առաքելությամբ։ Ես ճիշտ եմ հասկանում։ Ճիշտ այն է, որ անոնք, որոնք Հայաստանի մեջ, նաև Սփյուռքի մեջ կփորձեն մեզի հավատացնել, որ Հայաստանի բռնությունը գտնվի արևմուտք, լրիվորեն ավանտուրիստ են, ասենք արկածախնդրային բادرանկային մեջ կապրի, որովհետև Եվրոմիությունը ինչ կվերաբերին ոչ մեկ ստակ ցանկություն ունի, այսինքն Հայաստանին օժանդակել, օգնել եւ նաեւ այդ process-ը կաչալերել Եվրոմիության գծով Հայաստան կգտնվի շատ բարդ դիրքի մեջ, եթե արդեն Վրաստանը իր արևան Վրաստանը որոշեց վերադառնալ ճակերտով ռուսական ասցանդակ, դա կնշանակի, որ Հայաստանը պետք է ծառայեղ բարակային դառնալ չեզոքային երկիր կամ քիչ ներշնչվել Հնդկաստան օրինագին, այսինքն բազմավեկտորիալային, այսինքն արարտակին քաղաքականություն մեղել։ Անոնք, որոնք կփորձեն հանրության համոզել, որ Եվրոմիությանից կա ոչ մեկ բռնություն, նրանք ուղղակի ոչակորզային արկածախնդրական քաղաքականություն դիրեն եւ Հայաստան կդային դեպի գործատման։ Այսպեսի մի հարց, իսկ մենք գիտենք նաև, որ Ֆրանսիան որոշ խնդիրներ ուներ, տարաձայնություններ ուներ Ադրբեջանի հետ, սրան զուգահեռ մենք նաև գիտենք, որ բավականին լուրջ ապրանքաշրջանառություն կա Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջև։ Ինչ վիճակ է այսօր, ինչ հարաբերություններ ունեն Ֆրանսիան եւ Ադրբեջանը։ Ինչպես նկատեցիք, շատ վատ են այդ աղաբերությունները, գա Ադրբեջանի մեջ կա կանի ֆրանսիացի բանդարգար ֆրանսիացիներ կան, գա շատ լուրջ խնդիրներ Ֆրանսիային արդ գա միջամտություններ, Ադրբեջանի միջամտություններ, այսինքն ֆրանսիական կարգուն տարածքներուն, որ տեղի ունենան խռովություններ, խոսքս կվերաբերեն Նովել Կալեդոնիային ադրբեջանականի խաղը, բայց ես նկատի արի նաև, որ Ֆրանսիա շատ զգուշ են, որովհետև այսօր ոչ մեկ կայլ չգործադրեցին Ադրբեջանային դեմ, այսինքն դակավին դեսպանը ետ չկանչեցին, չվրընդեցին Ադրբեջանի դեսպանը, եւ ես միշտ կհարցնեմ Ֆրանսիաց, ինչու այսքան զգուշ եք, որովհետև շատ հեշտ է, այսինքն հասկանալ, որ Ալիևին դիսկուրսը Ալիևը մի բան գավադա, ուժի աղապեղություն եւ ինքը փորձել քրքրել Ֆրանսիան։ Այո, բաժամիջոցներ, եթե մենք սարեցնեինք, այսինքն Ադրբեջան Ալիևի կլանին, այսինքն գալվածները Եվրոպային շատ ավելի հասկանալի ձևով պիտի կարենայինք, այսինքն առաջ գնալ, բայց ես նկատի արի, որ Ֆրանսիա շատ հասկացել եք զգուշ է, որովհետև ֆրանսիական արտաքին քաղաքականությունը շատ թույլ է։ Շատ թույլ է, որովհետև չկա, այսինքն օրիգինալ անկախ արտաքին քաղաքականություն։ Դրանք հետևում են եվրոպական միությանի սենց սկզբունքներ եւ եվրոպական միությունը ասում է հետեւյալը. աշխատեք միշտ լեզու գտնեք Ադրբեջանի հետ, որպեսզի Ադրբեջանը չիննա ռուսական ասոցիացիան տակ, ինչպես Վրաստան, եւ դառնա մեզի ասենք վստահելի գործընկեր եւ նաեւ մենք կարենանք մենք մեր շահերը պաշտպանենք Ադրբեջանի։ Գա ասենք ուժեղ լոբինգ, այսինքն եւ խոսքս ցավալի է, որովհետեւ իսկապես ֆրանսիացիներ, ֆրանսիական քաղաքական դասակարգը ոչ միայն դիմությունը շատ գիտագից է այդ ամենին, նույնիսկ պաշտպանության աղարությունը շատ գիտագից է, որ իսկապես դա անընդունելի է, բայց ինչ որ դեղի ունենա ավելի ճիշտ լրատվական ջամփով կտեսնենք, որովհետեւ այս վերջերս ֆրանսիական տելևիզիոնները սկսեցին հետաքրքրվել այս հարցով եւ կանի անգամ սփռել կանի հետաքրքրական հետախոսային հաղորդումները Ադրբեջանի հետևել հարց եմ ուզում տալ Տիգրան, սա
Մակրոնի քաղաքականությունն է, թե դուք կարծում եք, որ սա ընդհանուր Ֆրանսիայի քաղաքականություն։ Եթե վաղը երբ լինեն ընտրություններ Մակրոնին փոխի մեկ ուրիշ մարդ, այս քաղաքականությունը կշարունակվի, թե այդուամենայնիվ կա ֆրանսիացիների շրջանում ընկալում, որ հայերի հետ կարելի ավելի խորացնել հարաբերությունները։ Մեկ բան է հաղորդակցիլ, communication-ը, Մակրոնը շատ ուժեղ ասկզով, մյուս բան է գործել։ Պետք է հիմա նկատի առնենք, որ ֆրանսական դիրքը շատ դգարացավ, որովհետև Ֆրանսա գաբրի անախընթաց ճգնաժամ, տնտեսական ճգնաժամ, բարգային ճգնաժամ եւ ինչքան ուզես, այսինքն սա ունի հետևանք արտաքին քաղաքականության։ Ֆրանսային դիրքերը նահանջում են ամենտեղ։ Աֆրիկայի մեջ կնահանջեն, Ասիայի մեջ կնահանջեն, ընդհանրապես եւ ինչ որ դերի ունենա Արավային Կովկասին, այսինքն շատ մեծ հետաքրքրությունը չի ներկայացնե, մեծ նշանակություն չունի արտաքին քաղաքականության դեմ, ուղղակի Ֆրանսան որոշեց Ռուսաստանին դեմ գրվել Արավային Կովկասի մեջ, որովհետեւ ռուսական դիրքերը ավելի ուժեղանան Աֆրիկայի ֆրանսախոս երկրների մեջ եւ գա լուրջ հագա ֆրանսական կառավարություն եւ թուրքերը շատ լավ հասկացան նա, ադրբեջանցիները շատ լավ հասկացան դա եւ բնականաբար գօգտագործեն այդ իրենց լեզակները։ Հիմա խնդիր այն է, գա քաղաքական գամեցողություն գա Ֆրանսիայի մեջ, որ այլ գփավե եւ պետք է ավասարակշվի եւ ավելի նեոգոլիստական քաղաքականություն որդեգրել։ Ինչ որ դժբախտաբար չեմ տեսնում հիմա։ Ես մի հարց եմ ուզում տալ, այս դեպքում շարունակելով ձեր միտքը, ձեզ հետ հերվից գուցե սա հասկանալի լինի, որտեղ ինձ համար օրինակ անհասկանալի է։ Եթե մենք գրեթե բոլորը հասկանում են այն, ինչ այսօր դուք քիչ առաջ ասացիք, եւ մյուս կողմից էլ մենք ունենք Միացյալ Նահանգներ, որտեղ կա Դոնալդ Թրամփ, որը լուրջ հարաբերություններ է ուզում կառուցել Ռուսաստանի իշխանությունների հետ, այսինքն Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ դեպքում, երբ Հայաստանում արևմտամետ ուժերը ինչպես կարող են շարունակվել կոչվել արևմտամետ ուժեր, այսինքն իրենք ովքեր են, ում վրա են հույս դնում։ Նորից կրկնում եմ, ես տեսնում եմ արկածընտրային ինչ իմաստով, ավանտուրիստ են, որովհետև Ամերիկյան Միացյալ Նահանգներին Դոնալդ Թրամփին այս իշխանությունները որոշեցին իրենց շեշտը դնել Բարսկաստանի վրա, Բարսկաստանի դեմ։ Եվ նրանք համարեն, որ Բարսկաստանին գողքին Ադրբեջանի կարևորությունը հերթալով կհաջի, որովհետև ուզում են անպայման Ադրբեջանից սեր կապեր մշակել իջուգս Բարսկաստանին եւ զարմանալի չէ, եթե այս վերջերս թիվանակետական կապերը Ամերիկայի եւ Իսրայելի եւ Ադրբեջանի միջև երթալով գամարաբնտվին տեսակ երանգուն մը ստեղծվեցավ եւ շատ կխոսվի նաեւ ինչպես Ադրբեջան հնգեգր Աբրահամի այդպես կոչված նշանավոր Աբրահամին պայմանագրի ներքոն, որովհետեւ կա ստակ ռազմավարությունը Բարսկաստանի դեմ։ Հետևաբար ես կխորիմ, որ արևմտամետ, այսպես ասած, ուժերը շատ սպասելիք չունեն Ամերիկային հանդեպ, որովհետև արդեն շատ լուրջ այսինքն նշաններ կան, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է Արավային Կովկասի գնագետը թողնել Էրդողանին, այսինքն թուրքական իշխանությանին, Օվանավին դերքոն, այսինքն դելեգացնել այդ շրջան, որտեղ ինքը ինձ համար մեծ հետաքրքրություն չի գա, որովհետև ինքը ընդունեց, որ դա ռուսական աստիճան կոդի, բայց ինքը պիտի վստահի Էրդողանին, որ սպառվի ներքին Արավային Կովկասին խնդիրներուն շուրջ։ Հետևաբար նորից կրկնում եմ, ամերիկյան պատրաստ չէ, այսինքն փոխել այդ միտում այդ քաղաքականությունը եւ ընդհանրապես հայերը շատ ակնկալիք չպետք է ունենան։ Տեսեք, օրինակ դամ ցեզի, այս վերջերս շատ բաներ որոշվեցավ, USAID այլևս չպիտի գործվի Հայաստանի մեջ, խոսվեցավ նաեւ ամբողջ բյուջե գոդրել ամերիկյան մեդիաները, որոնք կսպրեն ադասամանում ազատության, օրինակ ռադիոկայանեն իրենց, չգիտեմ ինչպես պիտի դոգան, եթե այլևս ամերիկյան կոնգրեսը իրենց նյութական ուժանդակությունը չպիտի դրամատրեն։ Այդպես որ նորից կրկնում եմ, շատ ծիծաղելի եւ վտանգավոր եւ արկածախնդրային խաղում է, որ Լավ, բայց ինչ պետք է անել, Հայաստանը ինչ պետք է անի, ինչ եք կարծում։
ինչ պետք է անես ստեղծված իրավիճակում։ Ձեզ հերվից ինչպես է թվում։ Ինձ համար գա երբ որ խոսում եմ Ամերիկայի մասին, չնշանակի որ ես ռուսամետ եմ կամ կպաշտպանեմ ռուսամետ քաղաքականություն, այլ ուղղակի ես ուզում եմ փորձել մի քիչ ռեալիստ լինեմ, իրադարձ լինեմ։ Հայաստան կարող է ներշնչվել հնգական հնգական թիվակրթության, Հնդկաստանին, նաև ներշնչվի ադրբեջանցիները, որոնք շատ ջարդիկ ցևով կարողացան բազմավեկտորիալային թիվանակություն հրաժարելու։ Կոմպլեմենտար, այո, ինչ որ նորից Սերժ Սարգսյան արած է, այսինքն չեմ ասում, որ աճողեցավ երդոգոս, բայց քոնե բալանսը կարողացավ պահել երկուսից միջև, ասի Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև։ Հիմա Հայաստանը պետք ունի ուժեղ նոր ռազմավարական միտք, նոր նաև քաղաքականությունը Սփյուռքի նկատմամբ, որովհետև Հայաստանին ամենամեծ վտանգն է, որ կսպառնա իր էությունը, իր դեմոգրաֆիկական նահանջն է, իր դեմոգրաֆիկական քայքայումն է։ Առանց դեմոգրաֆիկական, այսինքն ստակ բազան Հայաստանը չի կարողանա, այսինքն գոյատևել եւ այստեղ կա իսկապես գենսունական խնդիր, եթե Հայաստանը չփոխվի իր վերաբերմունքը Սփյուռքի նկատմամբ եւ շարունակի նոր ավելի ամարցակ ծրագիրներ մշակել դեպի նոր հայրենադարձության ալիքմը, բայց մտածված հայրենադարձություն, ոչ ռոմանտիկ հայրենադարձություն, ճշմարտաբար, այո, եթե չկա այս կարողությունը, Հայաստանը պիտի վերանա։ Իսկ դուք կարծում եք սփյուռքահայերը կգան Հայաստան, եթե լինի նման ծրագիր։ Ես կխորին, որ կա նոր սերունդ Սփյուռքի մեջ, որ իսկապես մտահոգված է Հայաստանի ներկայ ապագան, որ իրեն համար այդ չկա, այսինքն այդ քաղաքականության չեն հասկանում, այսինքն որ պետք է ռուսամետ լինենք, ամերիկամետ, ուղղակի պետք է հայաստանամետ լինենք, հայաստանագետրոն լինենք եւ փոխարեն պաշտպանել հայթադը կամ եղերնին հիշադակը հայ գետրոնանանք պետականաշինությամբ, որովհետեւ պետականական մշակույթը ցավոք սրտին բացակայ է հայկական միտքին, որովհետև գալիս է բանությունից, գալիս է շատ վերնախավի Դուք տեսնում եք նման ուժեր կամ ձեզ համար կան նման մարդիկ Հայաստանում, ովքեր կարող են այդ նոր գաղափարախոսության հեղինակը լինել, առաջնորդվել այդ գաղափարախոսությամբ իրենց հետևից տանել մարդկանց վերածնունդ կազմակերպել Հայաստանում, կարծում եք նման մարդիկ կամ ուժեր կան Հայաստանում ըստ ձեզ։ Հիմա քաղաքական դաշտում չեմ տեսնում, քաղաքական ասիկն դաշտում, բայց քաղաքացիական հասարակության մեջ կան մտավորական ուժեր, կան մտածող մարդիկ, որոնք հասկացան, որ այս է հարացույցը, այս է լուծում, այսինքն, որ պետք է առաջին հերթին ներդրվին գրթական մարզում, ժամանակ ունենք կրթվելու։ Բայց խնդիր այն է, որ ներկա իշխանությունները եւ թիվանագիտությունը զբաղված է անգլերեն ասած crisis management-ով, այսինքն չունի ժամանակ, չունի, որովհետեւ մարդկային ռեսուրսի խնդիր ունի Հայաստանը։ Նաեւ եթե դուք սև ցուցակում եք, թե կարող եք հանգիստ այցելել Հայաստան։ Այժմ չգիտեմ։ Երբ եք վերջին անգամ եղել Հայաստանում։ Արցազուցից հետո չգիտեմ։ Չգիտեմ, բայց խիղճս անկիստ է։ Խիղճս անկիստ է, որովհետև ես չեզոք մարդ եմ, ոչ տաշնակցական եմ, ոչ բան եմ, այսինքն ես հբարդ եմ, որ այսպես առանց կամերաների ինչ որ հարց տալ Նիկոլ Փաշինյանին։ Դուք երկուսով եք, ոչ ոք ձեզ չի լսում, ոչ ոք ձեզ չի նայում, ինչ հարց կտայիք Նիկոլ Փաշինյանին։ Դժբախտաբար պետք է խոստովանեմ, որ անկեղծորեն չէ, ես պետք է խոստովանեմ, որ բարոն Փաշինյանը ինչ կվերաբերի իրեն, ինքը չի գիտե ինչ կմտածի, այսինքն շատ դժվար է իր միտքի մեջ լինել, որովհետեւ այնքան հագասություններով մեծ վարժությունս, հագասական, երծարի հագասական խոսքերով, որ ոչ արևմուտքը վստահ իրեն, ոչ հայերը վստահ իրեն, այլ ես ինչ որ ես հասկացած եմ, որ այդ մարդը ուզում է ժամանակ շահի։ Ինչի համար ժամանակ շահել։ Ժամանակ նշանակի, որ մնա իշխանության, որքան կարելի է, հարստանալ, բայց նաև փորձել արկել հանդիսանալ ադրբեջանը նոր պատերազմ, այսինքն Հայաստան, այսինքն նպատակը խուսափել ամենքինով նոր պատերազմ, ամենքինով,
նույնիսկ արժանապատվության կինով, սկզբում կինով, այսինքն ինչ որ ես գազ կնամ, այսինքն երվից Փարիզից նստած, որ միակ իր նպատակ խուսափի ամեն կինոնով պատերազմ եւ նույնիսկ իր ջուգս ամենադրական սկզբունքների, այսինքն, որոնք մեզ կազմեն որպես ասկ։ Շնորհակալություն Տիգրան այս զրույցի էմոցիոնալ երբող խոսել, այո, ինչպես։ Շնորհակալություն Տիգրան այս, եթե ինչ-որ բան ունեք ավելացնելու, կարող եք ավելացնել, եթե ինչ-որ բան ուզում եք ասել։ Չէ, շատ ուրախացած եմ, որ ինձ հնարավորություն տվեցիք։ Ես էլ եմ հուսով, որ այս հարցազրույցից հետո դուք սև ցուցակում չեք հայտնվի եւ կայցելեք Հայաստան, որտեղ սփյուռքահայերը սկսել են ավելի քիչ այցելել Հայաստան եւ Երևանում դա շատ է զգացվում։ Շնորհակալություն զրույցի համար։